կոալիցիա բառը օգտագործվում է արդեն ձևավորված խորհրդարանի դեպքում։ Դաշինք բառը օգտագործվում է մինչև խորհրդարանի ձևավորումը, երբ երկու կուսակցություն միավորվում են, ասենք Քոչարյանենց դաշնակցությունը ուժ կուսակցության հետ միավորվում են, անունը դնում են, ասենք Հայաստան դաշինք, ենթադրենք, հա, կամ ինչ-որ մեկ ուրիշ խումբ կարող է միանալ մի քանի կուսակցություն դաշինք ձևավորել։ 8%-ի հաղթահարման ռիսկի առաջ գտնվող քաղաքական ուժերը, ասենք 3 կուսակցություն են, մտածում են, որ 3-ը միավորվեն, պետք է գոնե 8% տանեն, եթե գցեն բռնեն, հաշվեն, որ իրենք 8%-ը չեն կարողանալու տանել, կարող է մեկ ուրիշ լուծում գտնեն։ Իրար հետ գցեն, վերցնեն, ասեն, բան եղեք, եկեք այդ 3-ից մեկի կուսակցությունը լինի հայտատուն, դիմողը, թեկնածուն։ Մյուս կուսակցությունների մարդիկ ներծծվեն, այսինքն գրվեն այդ կուսակցության ցուցակի մեջ։ Այսինքն 4%-ը կոնե հաղթահարենք։ Ենթադրենք 7% կարող ենք տանել, ախպեր, բայց եթե 3 կուսակցությունով միանանք, մենք 8% չենք կարողանա տանել, դուրս կմնանք։ Բերեք կոնե բան անենք, մեկ ընդհանուր ցուցակ ունենանք, մեկ կուսակցության անունից դիմենք։ Այստեղ ամբիցիաների, եսի, հեղինակության, ազդեցիկության հարց կա։ Կարող է կամակորություն անեն այս մյուս կուսակցությունները, ասեն չէ, կամ իմ անունն է լինելու այնտեղ, դուք եկեք մտեք իմ ցուցակի մեջ։ Այն մյուսը կարող է նույն բանը ասել, այն մյուսը նույնը ասել, եւ այս ուժեղ Հայաստանի հետ վերջերս բանակցություններ էին վարում, ելի կվարեն կուսակցություններ, որոնք ընդհանուր հայտարարի չեն եկել եւ տեսնում ենք, որ իրենց մարդիկ չեն մտնում ուժեղ Հայաստանի ցուցակ, երևի այս հարցի շուրջ է եղել բանակցությունը, նման հարցերի շուրջ էլի, այնպես որ սա հաշվի առեք։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։